Մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակը բարելավելու եւ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար այս տարի նախատեսվում է ստեղծել մի քանի նոր ուրբան անտառներ։ Մասնագետները նշում են, սա բնապահպանական կարևոր խնդիր է լուծելու։ Այս տարի նույնպես օդի մաքրության խնդրում ամենամեծ խնդիրը քաղաքային ուրբան անտառներն են եւ ինչպես ասել ենք, պետք է Երևանը վերցնենք քաղաքային այսպես ուրբան անտառների օղակի մեջ, որպեսզի կանխենք Երևանամերձ տարածքներից, այդ հանքերից եւ այլ արտադրական տեղերից փոշու եւ այլ մասնիկների ներթափանցումը դեպի Երևան։ Կանաչապատ տարածքները մայրաքաղաքում հետևողականորեն ավելացնում են, քաղաքային իշխանությունից տեղեկացնում են, այս գարնանը աշտարակի խճուղու մուտքի հատվածում կստեղծվի 4.5 հեկտար նոր ուրբան անտառ։ Ֆիզիկայի մուտքում առկա է շուրջ 1 հեկտար չորացած տարածք, որտեղ նույնպես կհիմնվի քաղաքային այգի։ Նոր Նորքի 5-րդ զանգված եւ Դավիթ Բեկ փողոցներին հարող այդ հատվածում, որտեղ կառուցվել է նոր այդ աստիճանավանդակները դեպի եկեղեցի բարձրացող տարածք, այստեղ շուրջ 4 հեկտարի վրա կհիմնվի նոր քաղաքային նույնպես ուրբան անտառ, այստեղ կօգտագործվեն եւ դեկորատիվ եւ պտղատու ծառատեսակներ։ Այս ծրագրով կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաեւ Դավթաշեն, Մալաթիա Սեբաստիա եւ Կենտրոն վարչական շրջաններում։ Դավիթաշեն առաջին թաղամասում 0.7 հեկտար տարածքով կհիմնվի նոր այգի, դա Դավիթաշեն առաջի թաղամասում 2 դպրոցների արանքում ընկած տարածք է, կվերահիմնվի հայրենական պատերազմում 40-ամյակի տարած հաղթանակի 40-ամյակի այգին Մալաթիա Սեբաստիա համայնքում, որտեղ այդ այգուց գրեթե բան չի մնացել։ Մասնագետները կարևորում են կանաչ գոտիների ընդլայնումը, նշելով, որ դա քաղաքը փոշուց պաշտպանելու միակ եղանակն է։ Կիսաանապատային գոտում են գտնվում, ցավոք շրջապատված չենք անտառային գոտիներով, ամենամոտիկը դա Ծաղկաձորն է, որը ինքն էլ է արդեն շատ վատ վիճակի մեջ, ուրեմն միակ ճանապարհը, որպեսզի մեղմել եւ միկրոկլիմա ստեղծել, այդ ժամանակ եւ ցրտահարություններից կարելի է պահպանվել եւ բավականին չոր քամիներից, չէ՞ որ երաշտի սկիզբը դա չոր քամին է, իսկ այդ քամիների մուտքը քաղաքում բաց է։ Նոր այգիներում ծառերի տնկումից, ինչպես նաև փոխարինումից առաջ, Բեգոյանի խոսքով 2-ից 3 ամիս գիտնականները ուսումնասիրում եւ քննարկում են, թե ինչ ծառ պետք է ընտրեն։ Նշում է Թումանյանի փողոցում կենսունակության ավարտի մոտ գտնվող տեղիներին փոխարինած ուդայածառերի առավելությունները։ Բարձր գեղագիտական տեսք ունեցող, տերևների զանգվածներն ավելի մեծ շատ գեղեցիկ, որը նշանակում է իմիջիալոց, ի տարբերություն այն չհասկացողներին փոշու կլանման մեծ մակերես։ Խայտառակ չորադիմացքում, շատ գեղեցիկ ծաղկման սեզոն ունեցող, որտեղ քաղաքի կենտրոնական փողոց է, իսկ ինչու ոչ, ինչու մենք մեր քաղաքում չունենանք մի փողոց այսպես ծայրից ծայր, ինչպես տարբեր քաղաքներում տեսած կլինեք, որի ծաղկման սեզոնը կլինի շատ գեղեցիկ եւ նաեւ կհրապուրի թե մեր քաղաքացիներին, թե քաղաքի հյուրերին։ Այս տարի փոխարինվել են Երևանի Մելիք Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ 59 տեղի, դրանց փոխարեն տնկվել է 82 գնդաձև կատալպա։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։